Պարում են աղջիկները, ծաղկում է Դիլիջանը, այսպես է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցն անվանել Green Rock հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով կյանքի կոչված նախագիծը։ Վերակառուցված դպրոցի բեմում կրթօջախի սաներն են, արդեն նաև համայնքից դուրս ճանաչում ունեցող Դիլիջան Պարի համույթը, նոր հագուկապով ու բեմադրությամբ։ Եվ համույթի զգեստապահարանն է համալրվել, եւ սաներն են ձեռք բերել նոր գիտելիք ու հմտություն։ Ամբողջովին աշխատանքը տարվել է մեր երիտասարդ ուսուցիչների կողմից եւ երեխաների կողմից։ Այսինքն մենք հնարավորություն ենք տվել մեր աշակերտներին ընդգրկվելու բուն process-ի մեջ եւ իրենց իսկ համար ձեռք բերելու բեմական հագուստներ։ Այսօրվա մեր նաեւ ներկայացման թեման է գորգը եւ մեր ցուցասրահը ամբողջովին գորգով է լցված եւ գորգային զարդանախշերից օգտվելով կարողացանք 18 աղջիկների համար ձեռք բերել 2 տեսակի զարդանախշերով տարաբնույթ հագուստներ բեմական։ Բեմական հագուստը պարբերաբար պետք է համալրվի եւ նոր բեմադրություններով հանդես գան, որպիսի եւ իրենք նոր գիտելիքներ ձեռք բերեն երեխաները եւ նոր թեմատիկ աշխատանքներում ընդգրկվածություն ունենանք։ Դպրոցի պարարվեստի բաժնում սովորում է 6-ից 14 տարեկան 120-ից ավելի սան։ Նրանցից 20-ը մասնակցել է ծրագրին։ Ոգևորությամբ ու հուզմունքով ներկայացնում են հնգամսյա թիմային աշխատանքի հաջողված եւ գեղեցիկ արդյունքը։ Դահլիճում գորգերն են, բեմում նրանց զարդանախշերը նոր շնչով։ Օգտվել ենք 2 զարդանախշերից, ունենք 2 տարբերակ, մեկը ծաղկային տարբերակ, մեկը գորգապատկերային։ Թեև մենք ունեինք հագուստների շատ լայն տեսականի, բայց քանի որ այս տարվա համար արվել էր նոր բավականին շատ թվով բեմադրություններ եւ մենք կարիք ունեինք նոր բեմական հագուստների, ձեռք ենք բերել ազգային ոճին համապատասխան հագուստներ բարային աղջիկների համար։ Սա Green Rock հիմնադրամի այս տարի իրականացրած 5 դրամաշնորհային ծրագրերից մեկն է, միտված Դիլիջանի համայնքային զարգացմանը։ Սրանով հիմնադրամը փորձում է քաջալերել Դիլիջան քաղաքի երիտասարդներին նախ մտածել քաղաքը ավելի լավը դարձնելու ուղղությամբ, մտքեր գեներացնել, այդ մտքերը ձևակերպել նախագծի ֆորմատի մեջ, լավ փորձ է երեխաների համար, նախ իրենց զարգացմանն ուղղված, անձնային զարգացմանը, եւ նաեւ քաղաքին ուղղված, այսինքն երիտասարդները դրսևորվում են որպես հոգատար քաղաքացիներ, հավատում են, որ իրենք եւս կարող են իրենց փոքրիկ ներդրումով որևէ բան փոխել քաղաքում։ Հիմնադրամի ներկայացուցիչը հավելում է, եթե աղջիկները եւ կանայք չպարեն ու չաշխատեն, ոչինչ չի ծաղկի։ Իրինա Մկրտչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։